ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը բացահայտել է, թե ինչն է խոչընդոտելու, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն, այսինքն վերջնականորեն ստորագրվի արդեն իսկ նախաստորագրված փաստաթուղթը։ Եվ փաստորեն ԱՄՆ-ի իշխանությունները պաշտոնապես հաստատում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը չկատարի Իլհամ Ալիևի կամքը, պահանջը փոխելու Հայաստանի սահմանադրությունը, ապա խաղաղություն չի լինելու։ Սա հստակ արձանագրված է ԱՄՆ-ի հետախուզական ծառայության 2026 թվականին ԱՄՆ-ի համար սպառնալիքների զեկույցում։ Մենք հիմա ավելի մանրամասն կկարդանք զեկույցը, սիրելի բարեկամներ, որպեսզի դուք պատկերացնեք այնտեղ ինչ ձևակերպումներ են։ Եկեք ընթերցեմ կարճ այդ հատվածը, այնուհետև կշարունակենք։ Ուրեմն նշվում է այդ զեկույցում, որ խաղաղության գագաթնաժողովի արդյունքները ներառում են խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնագիր եւ ԱՄՆ-ի կողմից կիրառվող Թրամփի երթուղի միջազգային խաղաղության բարգավաճման համար ծրագիր, որը կկապի Ադրբեջանը նրա Նախիջևան էքսկլավի հետ հարավային Հայաստանով, բացելով առևտրային հոսքերը երկու երկրների եւ տարածաշրջանի համար։ Այստեղ մենք տեսնում ենք, որ ամերիկյան զեկույցում հստակ նշվում է, որ փաստորեն այդ ծրագրի նպատակն է ապահովել Ադրբեջանի եւ նրա Նախիջևան էքսկլավի հետ կապը։ Ըստ զեկույցի այս զարգացումները հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղությամբ նշանակալի փոփոխություն են։ Նշվում է, թե 2020-23 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերադարձրեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերահսկողությունը։ Տեսեք ինչն է հետաքրքիր, որ ԱՄՆ-ն փաստորեն ընդունում է, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով է դա արել եւ փաստորեն լեգիտիմ է եղել Ադրբեջանի կողմից պատերազմը։ Որտեղ է այստեղ երևում, որ Հայաստանի ղեկավարությունը ԱՄՆ-ին ճիշտ է ներկայացրել Հայաստանի շահերը եւ իրողությունները։ Մենք տեսնում ենք, որ Ամերիկան ընդհանուր առմամբ արձանագրում է այն, ինչ Ադրբեջանն է թելադրում։ Այն ճշմարտությունը, որ Ադրբեջանն է թելադրում, որովհետև Հայաստանի ճշմարտությունը չկա, ներկայացնող չկա։ Օգոստոսի 8-ից ի վեր հիմա ուշադիր զեկույցում բառացիորեն գրված է հետևյալը։ Օգոստոսի 8-ից ի վեր երկու կողմերն էլ, կարծես, պատրաստական են պահպանել խաղաղության գագաթնաժողովից ի վեր ստեղծված թափը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային հրադադարի խախտումները կտրուկ նվազել են եւ այժմ գրեթե բացակայում են։ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ վերացրել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, քայլ, որին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց մի քանի օրվա ընթացքում։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը բենզին է մատակարարել եւ թույլատրել է ցորենի փոխադրում Հայաստան։ Բայց միաժամանակ նշվում է, որ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս խոչընդոտներ կան։ Օրինակ, նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը հեռացնելով այն հղումը, որը բնութագրում է որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս համարելու պնդում։ Սա քայլ է, որը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի ընդունումը երաշխավորված չէ, ասվում է ԱՄՆ-ի հետախուզության զեկույցում։ Միանգամից մի քանի կետով առանձնացնենք, թե ինչի ականատեսն ենք այսօր։ Համար 1. Փաստորեն Նիկոլ Փաշինյանը ստում էր, երբ ասում էր, որ Ադրբեջանի պահանջով չի իրականացնում սահմանադրական փոփոխություններ, այլ որ դա մեր ներքին պահանջն է։ Իրականում ներքին պահանջ իհարկե կա սահմանադրությունը փոխելու, բայց չգիտես ինչի հենց այսօրվա քննարկումներում այդ հանձնաժողովի նիստերի, հենց արդարադատության նախարարի Սրփույգ Գալյանի հայտարարությունների միշտ սպրտում է այդ թեման, որ պետք է սահմանադրության նախաբանը ընդհանրապես հանվի եւ հղումը անկախության հռչակագրին։ Դա երբևէ չի եղել հայ ժողովրդի պահանջը։ Նման պահանջ ընդհանրապես ունեցել է միայն մեկ մարդ։ Դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։ Եվ նա ասում է հստակ, որ Նիկոլ Փաշինյանը ունի տնային աշխատանք կատարելու մինչև վերջնականորեն հաստատվի խաղաղություն։ Երկրորդը, ինչի մասին կուզեի անդրադառնալ եւ ձեր ուշադրությունը հրավիրել, որ ԱՄՆ-ն մի գերտերություն, որը մեզ համար չափազանց կարևոր գործընկեր է եւ ԱՄՆ-ի հետ պետք է մաքսիմալ խորացնել հարաբերությունները, փաստորեն խաղաղության միակ խոչընդոտ համարում է Հայաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին, ինչը ցավալի իրողություն է։ Տեսեք, ադրբեջանական զորքերը մտել են Հայաստանի ինքնիշխան տարածքներ, փաստացի օկուպացրել են դրանք եւ չեն շարունակում սահմանազատման գործընթացը։
Այսինքն Հայաստանից Նիկոլ Փաշինյանից ստացան առանց մի կրակոցի տարածքների զիջում եւ այն պահին, երբ իրենք պետք է տարածքներ տային, հետ վերադարձնեին, որպեսզի սահմանազատման գործընթացը շարունակվեր Տավուշի հատվածից մինչև Սյունիք։ Այդտեղ կանգ առան։ Նշանակում է խաղաղություն չկա։ Որքան էլ միմյանց չեն կրակում։ Տեսեք, եթե մարդիկ միմյանց չեն կրակում, դա չի նշանակում, որ թշնամությունը վերջացել է։ Դա կոչվում է կրակի դադար, հրադադար, զինադադար։ Պետություններ կան, որոնք հրադադարի ռեժիմում են ավելի քան 60-70 տարի, օրինակ Հյուսիսային եւ Հարավային Կորեաները։ Ընդհանրապես, օրինակ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջև վերջնականորեն խաղաղություն ստորագրված չէ, որովհետեւ վեճ կա Կուրիլյան կղզիների հետ կապված։ Ասածս ինչ է, որ երբ չկա կրակոց, դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվել եւ հաստատվել է խաղաղություն։ Եվ վերջերս 30 տարիների ընթացքում, եթե մենք հանրագումարի բերենք, գուցե դրա 80% այդ 30 տարիների անցել է հարաբերականորեն խաղաղ առանց կրակոցների եւ զոհերի։ Այսինքն կրակոցների բացակայությունը ընդամենը մի բան է նշանակում, որ հաստատված է փաստացի զինադադար, այլ ոչ թե խաղաղություն։ Եվ ինչու է ստացվել այնպես, որ ԱՄՆ-ի հետախուզությունը սպառնալիք խաղաղությանը չի համարում Ադրբեջանին, այլ համարում է փաստորեն Հայաստանի կողմից միակողմանի Ալիևի պահանջների կատարումը։ Դրանում ես ԱՄՆ-ին այնքան էլ չէի մեղադրի, որովհետև ես անգամ Ռուսաստանի հետ հարաբերություններում ելնում եմ այն կանխադրույթից, որ Հայաստանը ինչ է արել ճիշտ, որպեսզի ուրիշներից պահանջի։ Հետևաբար վստահ եմ այդ առիթով մենք շատ ենք խոսել նաև Թրիփի հետ կապված, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել Հայաստանի շահերը առաջ տանելու համար եւ ԱՄՆ-ից ստանալու ավելի բարեկամական վերաբերմունք, բացարձակապես ոչ մի ջանք չեն գործադրել։ Եվ միակողմանի ուղղակի կատարում են Ադրբեջանի պահանջները։ Եվ ես դրանից ենթադրում եմ, որ այսօրվա Հայաստանի իշխանությունները ոչ թե ռուսամետ են, ոչ թե արևմտամետ են, բացարձակապես նրանք այն արժեքների տիրույթում, որը կա Եվրամիությունում, որովհետև Եվրամիության պարլամենտը օրինակ ընդունել էր բանաձև, որտեղ Ադրբեջանի գործողությունները Արցախում որակել էր էթնիկ զտումներ, բայց Նիկոլ Փաշինյանը գնաց այդ նույն պարլամենտ, Եվրոպարլամենտ, ժողովրդավարական ինստիտուտ, եւ հայերին մեղադրեց Արցախյան թեման թեժացնելու մեջ։ Այլ ոչ թե Ադրբեջանին, որին հենց նույն Եվրոպարլամենտը դատապարտել էր։ Եվ Եվրոպարլամենտը ինչ պետք է աներ։ Բնականաբար նայելով Նիկոլ Փաշինյանին, ասելով, եթե դու տենց ես մտածում, ուրախ ենք քեզ համար։ Այսինքն, եթե Հայաստանի ղեկավարությունը չի պաշտպանում Հայաստանի շահերը, Եվրոպարլամենտը պետք է պաշտպանի ԱՄՆ-ն, պետք է պաշտպանի Ռուսաստանը կամ Իրանը, իհարկե ոչ։ Եվ այդ ցավալի արձանագրումն ենք հիմա անում, փաստացի եզրափակելով երրորդ կետում, որ Հայաստանում այսօր իրականում չկա խաղաղության օրակարգ, կա Ալիևի պահանջները միակողմանիորեն կատարելու օրակարգ, որի սպասարկուն Նիկոլ Փաշինյանն է։ Հետևաբար նրան աջակցելը կնշանակի աջակցել Ալիևին, աջակցել նրա պահանջների կատարմանը։ Եվ նաև չորրորդ կետին անդրադառնանք։ Տեսեք, եթե Նիկոլ Փաշինյանը հասնել նրան, որ գործեր փոխադարձության սկզբունքը, այսինքն Ադրբեջանի սահմանադրության մեջ նույնպես կան հղումներ։ Սահմանադրական ակտին իրենց հերթին հղում են անում մուսաֆաթական Ադրբեջանի 1918 թվականի Ադրբեջանի օրենսդրությանը։ Իսկ այն ժամանակ Ադրբեջանը ուներ այսպիսի տարածք իրենց օրենսդրությամբ։ Այսինքն, եթե մի կողմից ես կընդունեի, որ Նիկոլ Փաշինյանը թույլ է այս պահին Հայաստանը հնարավորություն չունի, պատերազմ չի կարող վարել, հասկացանք, բոլորից պետք է խաղաղություն։ Եվ վերջո սովետական տարիներին էլ 70 տարի ատամներս կրճտացնելով, զարգանալով եւ վերջո Արցախ ազատագրեցինք։ Մի հիմա էլ մի քիչ համբեր ենք, մի 30 տարի հզորանանք, գուցե ապագայում շանս լինի արդարությունը վերականգնելու։ Էլ տարբերակ չունենք, Նիկոլ Փաշինյանը ինչ անի։ Ես կհամաձայնվեի այդ տեսակետի հետ, եթե գործեր փոխադարձության սկզբունքը։ Այդ խորհրդային միությունը ոնց էր, Ադրբեջանը հարգում էր Հայաստանին, Հայաստանը հարգում էր Ադրբեջանին։ Ադրբեջանը չուներ տարածքային պահանջներ Հայաստանից, Հայաստանը չուներ տարածքային պահանջներ Ադրբեջանից։ Այսինքն փոխադարձության սկզբունքը խախտված է։ Հենց այն սկզբունքը, որը հենց Նիկոլ Փաշինյանն է հռչակել, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, փոխադարձություն, հիշում եք։ Փոխադարձության սկզբունքը անտեսվել է։ Ադրբեջանը եթե ինքը փոխեր իր սահմանադրությունը, որի պահանջը Նիկոլ Փաշինյանը չի դնում, հրաժարվեր հղումներից իր
18 թվականի Ադրբեջանական Հանրապետության իբր սահմաններին, ես կասեի, որ գոնե կա փոխադարձության սկզբունք եւ այստեղ ինչ որ երաշխիք կա, որ խաղաղությունը կլինի ամուր։ Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը միակողմանի զիջող է։ Իսկ նման դեպքերում խաղաղությունը ընդամենը պատրանք կարող է լինել, որովհետեւ եթե Ադրբեջանը տեսավ շանս Հայաստանից ավելին կորզելու, միանշանակ կօգտվի այդ շանսից։ Եվ փաստորեն Հայաստանը լեգիտիմացնում է Ադրբեջանի այդ պահանջները ապագայում։ Սկսած արևմտյան ադրբեջանցիների վերադարձի պահանջը, անկլավների։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը իր կրծքանշանին խփել է մեդալ, թափահարում է մետաղական թղթի վրա Հայաստանի տարածքը, որտեղ անկլավներ չկան։ Բայց փաստացի անկլավների թեման կարող է հետո բարձրաձայնվել Ալիևի կողմից եւ Նիկոլ Փաշինյանը այդ զիջմանն էլ գնա։ Եվ չկա դեռևս մի դեպք, երբ նա ասել է մի բան ու կատարել է։ Ինչ նա ասել է, ի վերջո եղել է միայն Ալիևի ցանկությամբ։ Հետևաբար ես նույնիսկ չեմ հավատում այլևս այն սահմաններին, որը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը իր այդ մետաղական առարկաների վրա։ Այդ սահմաններն էլ հետագայում կարող են փոխվել, որովհետև ԱՄՆ-ի հետախուզությունը կարող է պարզել, որ սահմանադրության փոփոխություններից հետո խոչընդոտ է մնացել օրինակ անկլավները, որպեսզի հաստատվի խաղաղություն, խոչընդոտ է մնացել ադրբեջանցիների վերադարձը։ Բայց մենք չենք տեսնում որևէ խոչընդոտ, որ Ադրբեջանն է ստեղծում, որովհետև ագրեսորն է Ադրբեջանը։ Սա է ցավալի իրողությունը եւ սա Հայաստանի իշխանությունների ուղիղ պատասխանատվությունն է։ Վերջում ինչ է մեզ հիմք տալիս կանխատեսելու նման զարգացումներ։ Տեսեք, Ալիևը կարող է սահմանադրական փոփոխություններից հետո ստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց դա դրանով ոչինչ չի վերջանում։ Ստորագրումից հետո պայմանագրերը միջազգային գնում են ներպետական ունեցդրություն։ Սահմանադրական դատարանը տալիս է իր վերդիկտը, որ դա չի հակասում սահմանադրությանը, այստեղ նույնպես Նիկոլ Փաշինյանը ստում էր, որ պայմանագիրը բարձր է սահմանադրությունից, չկա նման բան։ Ցանկացած միջազգային պայմանագիր պետք է վավերացվի, իսկ դրա վավերականությունը որոշում է սահմանադրական դատարանը, ասելով, որ այն չի հակասում սահմանադրությանը։ Նոր միայն դրանից հետո, երբ պարլամենտը վավերացնում է, դա ունենում է բարձր իրավաբանական ուժ, քան ներքին օրենսդրությունը։ Այսինքն միայն վավերացվելուց հետո են միջազգային պայմանագրերը ձեռք բերվում, սահմանադրությանը համապատասխանելուց հետո են ձեռք բերում բարձր իրավաբանական ուժ։ Այստեղ նույնպես Նիկոլ Փաշինյանը խափում եւ մոլորեցնում էր իր ժողովրդին։ Իր ասելն էլ է արդեն հարաբերական մեր ժողովրդին։ Սա է այն իրողությունը, որը ստիպված ենք արձանագրել։ Իսկ թե ինչ պետք է անել դրա դեմն առնելու համար, միանշանակ պետք է արձանագրել, որ քանի որ խաղաղությունը ինքնին երաշխավորված չէ, ուրեմն բացարձակապես չպետք է հավատալ այդ մանիպուլյացիային, որ Նիկոլ Փաշինյանը եթե չլինի, ուրեմն կլինի պատերազմ։ Չի լինելու այդպիսի բան, որովհետև Նիկոլ Փաշինյանի գալուց հետո է միայն եղել կործանարար պատերազմ, եւ գուցե նրա հեռանալուց հետո Հայաստանի բոլորովին այլ իշխանություններ, առաջ տանելով Հայաստանի շահերը, ԱՄՆ-ի հետ ավելի ճիշտ բանակցելով, փորձելով բալանսավորել Հայաստանի շահերը, հասնեն ավելիին, գոնե նրան, որպեսզի Ադրբեջանը այլևս իր իրավունք չվերապահի խառնվելու Հայաստանի ներքին գործերին եւ թելադրելու մեր ժողովրդին, թե որ օրենքներով մենք պետք է ապրենք։ Իսկ ինչ վերաբերում է Արցախյան խնդրին եւ Արևմտյան Հայաստանում ցեղասպանության թեմային, իդեպ այստեղ Թուրքիան անուղղակի օգտվող է հանդիսանում։ Պաստորեն Ադրբեջանի ձեռքով Թուրքիան հասնում է նաև անկախության հռչակագրի այդ դրույթի վերացմանը սահմանադրության մեջ Արևմտյան Հայաստանում ցեղասպանությանը։ Ես ինչ որ միտեղ կասեի լավ ժողովուրդ հիմա պատմական ողբերգություն է եղել, պետք է դա իրավաբանները եւ պատմաբանները փորձեն միասին դատական կարգով այս վեճին լուծում տալ։ Միայն այն դեպքում դրան կհամաձայնվեի, եթե Թուրքիան ինքը վերացներ իր օրենսդրությունից ցեղասպանության մասին խոսելու արգելքը, ընդառաջ գներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, իգդիրում դրած չլիներ հայերի կողմից թուրքերի դեմ իրականացված ցեղասպանության մասին հուշահամալիր, պատմական փաստերը չաղավաղային, այսինքն լիներ իսկապես խաղաղության գործընթաց, հաշտեցման գործընթաց, եւ ես իմ ձեզ օրինակ կոչ կանեի ասեի, սիրելի ժողովուրդ, տեսնում ենք Թուրքիան անում է հնարավոր մաքսիմալ ընդառաջ քայլեր զիջումներ։ Ուրեմն եկեք այլևս մենք էլ զուսպ լինենք մեր խոսքում եւ պատմությունը թող լինի պատմություն, այսօրվա խնդիրները փորձենք լուծել այսօրվա հնարավորությունների սահմաններում։ Բայց Թուրքիայի կողմից ոչ մի ընդառաջ քայլ չկա, Ադրբեջանի կողմից ոչ մի ընդառաջ քայլ չկա,
Միայն խեղճ ու կրակ հայ ժողովուրդն է զիջելու, անընդհատ պարտվելու, սա ուղղակի անընդունելի է, պետականակերպ ժողովրդի ազգի համար սա անընդունելի է։ Մենք այս թեման մշտապես պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում, իհարկե շարունակելով նաև մեր մյուս շարքերը, հաղորդումները, սիրելի բարեկամներ, բազմազան են դրանք լինելու, ես ակտիվորեն հիմա վերադառնում եմ իմ վերլուծական աշխատանքին, իմ YouTube-յան ալիքին, հետևաբար կոչ եմ անում հավանել, բաժանորդագրվել, տարածել եւ մեկնաբանել, որքան հնարավոր է շատ, որպեսզի մենք ավելի մեծ թափով, ավելի մեծ եռանդով ու մոտիվացիայով շարունակենք մեր համատեղ աշխատանքը հանուն այն պրոգրեսի, որին ձգտում ենք մենք բոլորս եւ որի մասին ես հետագայում ավելի մանրամասն կանդրադառնամ։ Շնորհակալություն, շուտով նորից կհանդիպենք։